Առաջիկա օրերը Հայաստանում տեղումն առատ կլինեն միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ակտիվությամբ պայմանավորված։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի հաղորդմամբ այն կտևի մինչեւ ապրիլի 13-ը։ Մինչև ապրիլի 13-ը ներառյալ հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ տեղումները շարունակվելու են։ Տեղումները կրկին Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային հատվածներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում դիտվելու են ձյան տեսքով, այնպես որ վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածներում ցուցաբերել զգոնություն։ Առանձին օրերին տեղումները կլինեն զգալի, կուղեկցվեն ամպրոպներով, քամուշ գնությամբ։ Հանրապետության լեռնային շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Ապրիլի 14-ից սկսած այս ցիկլոնը աստիճանաբար դուրս կգա Հայաստանի տարածքից եւ ապրիլի 14-ից 17-ը ընկած ժամանակահատվածում այսպես կունենանք օդերևութաբանական պայմանների շրջանառցային փոփոխություն։ Փոփոխությունը այն կլինի, որ հյուսիս-արևելյան ցուրտ օդային հոսանքները կնահանջեն եւ ապրիլի 15-ից իրենց տեղը կզիջեն հարավ-արևմուտքից մերձավոր արևելքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքներին, որոնք իրենց հետ կբերեն օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում։ Հաշվի առնելով կանխատեսումները, ՊՕԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը նշեց, տարին բավականին ջրառատ կլինի։ Գետերում ջրի առավելագույն ելքերի անցումները հիմնականում սպասվում են ապրիլի 3-րդ տասնօրյակին եւ մայիսի 1-ին եւ 2-րդ տասնօրյակներին։ Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման եւ հորդառատ անձրևների դեպքում գետերի մերձափնյա հատվածներում հնարավոր են հեղումներ, որոնց վերաբերյալ կանխատեսումներ հնարավոր է կազմել միայն 3-4 օր առաջ, երբ հստակ կանխատեսվում են ջերմաստիճանի կտրուկ բարձրացումներ եւ հորդառատ տեղումներ։ Ցածր ջերմային ֆոնը նպաստել է պտղատուների ուշ ծաղկմանը։ Գյուղատնտեսական առումով կանխատեսումները բարենպաստ են։ Ի ուրախություն մեզ, մենք Արարատյան դաշտում Տավուշի ցածրադիր գոտիներում, Սյունիքի ցածրադիր գոտիներում, այսինքն որտեղ որ առկա է վեգետացիոն process պտղատուների ծաղկում, ցրտահարություններ չենք ունեցել եւ առաջիկա օրերին չենք ունենալու։ 2026 թվականի փետրվարը եղել է ամենատաքը կառույցի դիտարկումների ողջ պատմության ընթացքում, իսկ մարտը ամենատեղումն առատն էր սկսած 1935 թվականից։ Տեղումների ամսական քանակը Հայաստանի տարածքում կազմել է 98 մմ կամ նորմայի 198%-ը։ 2025 թվականի դեկտեմբեր ամսվա 8-ի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է -2.2 աստիճան, նորմայից բարձր 1.4 աստիճանով, տեղումների ամսական քանակը 39 մմ, նորմայի 114%-ը։ Ձյան ծածկն այսօրվա դրությամբ բարձր է հանրապետության 7 մարզում։ Ամենաշատը Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայանում է 311 սանտիմետր։ Աննա Մելքումյան, Սյունիք լուրեր։